Հիմա ձեզ կպատմենք մի արտակարգ մարդու, մի արտակարգ բժշկի մասին, որը ոչ միայն մարդկային կյանքեր է փրկում, այլև օգնում է, որ արտակարգ իրավիճակում հայտնված մարդիկ լիարժեք վերադառնան կյանք, իրենց զգան հասարակության լիարժեք անդամ։ Այդ մարդու անունը Արտավազդ Սահակյան է։ Երբ Արտավազդ Անտոնյանին բերեցին համալսարանական առաջին հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության կլինիկա, նա չէր էլ սպասում, որ ամեն ինչ լավ կվերջանա։ Քարտ ջարդող մեքենայով աշխատելիս ձեռքներ պոկվել ամբողջությամբ։ Ես չէի մտածում, որ կարող է նորից առողջանա ձեռքս։ Մտածում էի, որ կարող առանց ձեռքի մնա, բայց դեպքից անցել է արդեն 8 օր։ Ինձ զգում եմ շատ լավ արդեն։ Արտավազդ Անտոնյանին վիրահատել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։ Այս բարդ վիրահատությունը բժշկի համար առաջինը չէր։ 1980-ականների սկզբից մինչ օրս նա նմանատիպ մոտ 100 վիրահատություն է իրականացրել։ Տարիների փորձն ապացուցել է, որ անդամահատված վերջույթը հաջողությամբ վերականգնելու համար կարևորը տուժածին ժամանակին տեղ հասցնելն է, ու որքան շուտ, այնքան լավ։ Մենք սահմանափակված ենք ժամանակի առումով 6-7 ժամ հետո վերջույթը կպցնելը խիստ վտանգավոր է օրգանիզմի համար, քանի որ թթվածնային քաղցի պատճառով ամպուտացված, անդամահատված զանգվածը սկսում է մեռուկանալ, իսկ արյան շրջանառությունը վերականգնելուց հետո այդ դիակային թույները, կաթնաթթուն եւ մկանների քայքայման արգասիքները ներծծվում են արյան մեջ, որը հետագայում բերում է թե երիկամների գործունեության խաթարման, թե լյարդի, մի խոսքով բավականին բարդ պրոցես է։ Կարևոր է նաև տուժածին ճիշտ հիվանդանոց տանելը։ Պոկված վերջույթի վերականգնում Հայաստանում կատարվում է հիմնականում բժշկական համալսարանի թիվ առաջին հիվանդանոցում, վիրաբույժ Արտավազդ Սահակյանի մասնակցությամբ։ Հայաստանի պատմության մեջ եւ բժշկի կյանքում առաջին նմանատիպ վիրահատությունը 1982 թվականի մարտի 14-ին է եղել, երբ հիվանդի ոտքի մատը տեղափոխեցին ձեռքի վրա։ Իհարկե դրանից հետո շատ ավելի շատ բարդ վիրահատություններ կատարվել են այս կենտրոնում, բայց կարծում եմ, որ դա ամենատպավորիչն էր իմ կյանքում ամենևս։ Արտավազդ Սահակյանը Հայաստանում պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության հիմնադիրներից է։ Վերապատրաստվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկաներում։ Արցախյան պատերազմի տարիներին աշխատել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում, ղեկավարել վերջույթների եւ դեմքի ծանր վնասվածքներով հիվանդների բուժման աշխատանքները։ Հիշում եմ Ստեփանակերտում 92 թվականի հունիսի 12-ին մենք նկողում էինք վիրահատում երիտասարդ երեխա կար, դա պատերազմի ամենաթեժ օրն էր իմ միջելուց, երբ որ մոտ 100 տանկ հարձակվում էր ասկերանի ուղղությամբ։ Տղան ողջ էր, բայց չէր արտաբերում իր անունը, թույլ չէր տալիս, որ գրենք, հետո ինքը բացատրեց 16-17 տարեկան էր, այն ժամանակ Մարության Վալերայի հետ էինք վիրահատում, որ այն ժամանակվա բուժծառայության պետն էր Ղարաբաղի։ Երբ որ շնչափողից հանեցինք մեծ արկիբեկոր, նա սկսեց արդեն շնչել, այդ ամենը կատարվում էր տեղային անզգայացման տակ, որովհետև կատաստրոֆ էր, 100-200 հիվանդ միանգամից էին բերում, նա այն ժամանակ գրեց ազգանունն էլ, ասավ ով է, ինչ է, եւ ես ասում եմ իսկ ինչու չէի գրում, ասում եմ չեմ ուզում, որ եթե մեռնեմ մայրս իմանա։ Վերջին շրջանում Արտավազդ Սահակյանը համագործակցում է ուռուցքաբանների հետ։ Քաղցկեղից քայքայված դեմքեր է վերականգնում։ Սա նույնպես բարդագույն վիրահատությունների շարքին է դասվում։ Այս տիպի վիրահատություններ հաճախ են լինում, դա բարդ տրանսպլանտացիաներն են, երբ որ չկա, ասենք, բերանի խոռոչ, ծնոտ, եւ դու պարտավոր ես վերականգնել շարժուն որևէ օրգան, որը ունենա եւ ոսկրային հենք, եւ պաշտպանված լինի խոռոչը ներսից, վերք չլինի եւ արտաքինի ծածկել։ Թերևս այս ամիս 2-3 նմանատիպ վիրահատություն ենք կատարել, բայց բարդագույնը սեպտեմբերին էր, երբ որ ամբողջովին մարդու մոտ քայքայված էր նրա բերանի խոռոչը, հատակը, ստորին ծնոտը, վերին շուրթերը, ոչինչ չուներ, նա արդեն դիտի մահանար։
Նմանատիպ վիրահատություններ կատարում են նաև կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված, ավելի ճիշտ ոչ թե քաղցկեղի, այլ հետքաղցկեղային շրջանի հետ կապված, այս դեպքում բուժումը հետապնդում է երկու նպատակ, բացառել վերին վերջույթի այտուցը, ինչպես նաև վերականգնել կնոջ կաթնագեղձը։ Այսօր Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում վերջույթներ են պատվաստում նաև այն հիվանդներին, ովքեր տարիներ ի վեր զրկված են դրանցից։ Նման դեպքերում բնականաբար ավելացող վերջույթը հիվանդինը չէ, այլ դոնորային է, այլ կերպ ասած դիակային։ Վիրաբույժ Արտավազ Սահակյանն ասում է, որ այսպիսի վիրահատություն իրենք էլ կարող են անել, եթե մեզ մոտ իմունային համապատասխանությունը որոշելու համար լաբորատորիաներ լինեն։ Բայց նմանատիպ պատվաստումներին բժիշկն այնքան էլ կողմնակից չէ, որովհետև դրա հետևանքով մարդը մեկ ընդմիշտ զրկվում է առողջությունից։ Որոշ գիտնականներ գտնում են, որ ավելի լավ է մարդ չունենա երկու ձեռք, պրոթեզ օգտագործի, բայց ինքը լինի առողջ մարդ։ Քանզի ամբողջ կյանքը ձեռքեր, դիակային ձեռքեր կպցնելուց հետո, պատվաստելուց հետո նա պետք է իմունոդեպրեսանտներ կիրառի, պարզ է, որը բավականին խոցելի է դարձնում տվյալ պացիենտին յուրաքանչյուր հասարակ ինֆեկցիայի նկատմամբ։ Արտավազդ Ահարոնյանին շուտով դուրս կգրեն հիվանդանոցից։ Իր հետ տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին չի ուզում պատմել, թեև ամեն ինչ հիշում է, ամբողջ ընթացքում գիտակցությունը տեղն է եղել։ Նրա միակ ցանկությունն է, որ ձեռքը որքան հնարավոր է շուտ սկսի նորից աշխատել։ Վիրաբույժ Արտավազ Սահակյանի պահոցում նմանատիպ հարյուրավոր նկարներ կան։ Դրանք ապացուցում են, որ նույնիսկ ամենաանհուսալի իրավիճակներից ելք միշտ էլ լինում է։